Ներկայացրած փաթեթի հետ կապված այսպիսի մի հարց ինձ մոտ առաջացավ, եթե անձը տարվա կեսը վճարում է ապահովագրության ամսական վճարները եւ հետո աշխատանքից դուրս է գալիս եւ այլևս չի վճարում, ես ուզում եմ իմանալ այդ կես տարվա կամ մի քիչ ավել կամ մի քիչ պակաս գումարը տրամադրվելու է իրեն որոշակի բուժ օգնություն ստանալու համար, թե դա չի վերաբերվելու այլևս իրեն։ Ըստ էության, Տիկին Հունանյան, անձը ապահովագրության համար վճարումները իրականացնելու է ամսական կտրվածքով եւ ամսական կտրվածքով իրականացնելով ամեն ամսվա համար ինքը վճարելու է եւ իր փաթեթը շարունակելու է ակտիվ մնալ։ Երբ որ անձը դադարում է վճարել ապահովագրավճարը, նրա դադարման հաջորդ ամսվանից ապահովագրական փաթեթը կկասեցվի, մինչեւ որ ապահովագրավճարները կշարունակվեն վճարել։ Ես ասացի, որ մենք այստեղ ինչպես այլ ուրեմն վճարների պարագայում է գանձումները իրականացվում, այս պարագայում եւս ուրեմն վճարման հանձնարարագիրը կուղարկվի արդեն ԴՀԿ-ին, չէ, դատական կարգով եւ հաջորդ Եթե ինքը չվճարի, այո, այս այն պարագայում է, երբ որ անձը շարունակաբար չի վճարում իր պարտավորությունները եւ արդեն նրանից կգանձվի գումարները։ Այստեղ մենք իհարկե ես ուզում եմ նաև այս պահը շեշտադրել, որ երբ որ հաշվարկվում է անձի բազային աշխատավարձը եւ նա ներառվում է ապահովագրական համակարգ, նա այդ ապահովագրական փաթեթի համար պայմանագիրը կնքում է 1 տարի ժամկետով։ Եվ սա շատ կարևոր է, որ այո, մենք հաշվարկը տանում ենք տարվա կտրվածքով, որպեսզի ունենանք նաև կանխատեսելիություն, դիմելություն, անհաշվարկ եւ այլն, մեր բոլոր այս ակտուարական հաշվարկները հենված են այս սկզբունքի վրա։ Եվ եթե նրա աշխատավարձը որոշակի շեղումներ ունենա եւ այլն, սա այլևս չի ազդելու նրա ապահովագրական համակարգում լինելու վրա։ Ինչ եմ ուզում ասեմ, եթե օրինակ անձը անհատ ձեռներեց է կամ նրա աշխատավարձը հաշվարկային հաստատվել է, որ 200,000 դրամ է, նա ներառվել է ապահովագրական համակարգ, ինչ որ մի ամսի նրա աշխատավարձի տատանում է լինում եւ դառնում է 195,000 դրամ, նա այլևս դուրս չի գալիս ապահովագրական համակարգից, այլ շարունակում է լինել ապահովագրության մեջ ներառված եւ շարունակում է վճարները իրականացնել։ Հա, ես շատ կարեւոր մի մաս բաց թողեցի, ուրեմն եթե կարելի է հարցի շրջանակներում ավելացնեմ։ Իհարկե մենք կառավարությունը հասկանալով, որ ապահովագրական համակարգի մեկնարկային տարին է եւ մենք նաեւ ունենք այդ հնարավորությունը մեր քաղաքացիների ֆինանսական բեռը մեղմելու իրենց կողմից ապահովագրավճարը վճարելու պարագայում, կառավարությունը նաեւ ուրեմն նախատեսում է, որ քաղաքացիները հնարավորություն են ստանալու զինապահին ուղղվող գումարների շրջանակներում ուրեմն կրճատել, ես հիմա սանդղակները կներկայացնեմ եւ այն միջոցները, որոնք որ այս պահին վճարում էին զինապահ հիմնադրամին, ուղղել իրենց առողջության ապահովագրությանը։ Ես այստեղ միանգամից ուզում եմ այդ ուրեմն մտահոգություններին եւ այլին շատ հստակ պատասխանել, որ հարգելի գործընկերներ, հարգելի եւ սիրելի ժողովուրդ, մենք երկար կառավարությունը, կենտրոնական բանկը, ֆինանսների նախարարությունը իրականացրել է հստակ հաշվարկներ եւ զինապահ հիմնադրամը իր կൂട്ടակած միջոցների եւ հաջորդիվ շարունակվող այն միջոցների, որը մենք դեռ շարունակելու ենք վճարել, իրականացնելու է իր բոլոր պարտավորությունները։ Բայց երբ որ կարիքը եղել է եւ պետությունը ուրեմն օրենք է ընդունել եւ քաղաքացիներից հայցել է հավելյալ ուրեմն վճարներ զինապահ հիմնադրամի, որովհետեւ ինչպես ասեցի, դրա կարիքը եղել է, հիմա պետությունը դրա կարիքի վերացման պարագայում հնարավորություն է ընձեռում մեր քաղաքացիներին շարունակել հոգ տանել իրենց առողջության մասին, որը շատ եւս կարեւոր հանձնառություն է եւ կարեւոր արդյունք է, որը մենք որպես երկիր պիտի ունենանք։
Եվ նշեմ, որ 200,000-ից 500,000 դրամ ստացող քաղաքացիները այսօր զինապահ հիմնադրամին վճարում են 5,500 դրամ։ Նրանք կշարունակեն վճարել 1,000 դրամ զինապահ հիմնադրամին եւ 4,500 դրամը հնարավորություն կուղեն ուղղել արդեն առողջության ապահովագրությանը։ Հաջորդիվ, ուրեմն դուք գիտեք, որ ֆիզիկական անձանց հայտարարագրման համակարգի շրջանակներում քաղաքացիները հնարավորություն ունեն ետ ստանալ իրենց կողմից վճարված եկամտահարկի դիմաց սոցիալական կրեդիտների շրջանակներում փոխհատուցում։ Եվ քանի որ 200,000-ից 500,000 դրամ ստացող անձի համար ամսական 10,600 դրամը ավելի մեծ ֆինանսական բեռ է, օրինակ, քան թե 500-ից 1 միլիոն դրամ ստացողների համար, մենք որոշել ենք, որ նրանց սոցիալական կրեդիտները կլինեն ոչ թե ամսական 4,000 դրամ, ինչպես նախկինում էր, այսինքն սահմանաչափը 50,000 դրամ էր տարեկան լիմիտը, այլ նրանք հնարավորություն կունենան սոցիալական կրեդիտով հետ ստանալ 6,000 դրամ, այսինքն այստեղ էլ պետությունը թիրախային որոշում է կայացրել տարբերակված մոտեցում ցուցաբերելու ավելի նվազագույն քիչ աշխատավարձ ստացողների նկատմամբ։ 500-ից 1 միլիոն դրամ աշխատավարձ ստացողների համար կգործի հետևյալ սանդղակը։ Նրանք վճարում են զինապահ հիմնադրամին 8,500 դրամ, կշարունակեն վճարել 1,000 դրամ զինապահին, մնացած 7,500 դրամը կշարունակեն վճարել արդեն առողջության ապահովագրության հիմնադրամ եւ ելի սոցկրեդիտների շրջանակներում հետ կստանան 4,000 դրամ։ Ստացվում է, որ այս խումբ քաղաքացիների համար առողջության ապահովագրության առաջնային մեկնարկային տարվա համար ըստ էության ֆինանսական հավելյալ բեռ չի ավելանում։ 1 միլիոն դրամից ավել աշխատավարձ ստացողները կշարունակեն զինապահին վճարել իրենց 15,000 դրամը եւ միայն հնարավորություն կունենան հետ ստանալ 4,000 դրամի սոցկրեդիտները։ Սա է ուրեմն հնարավոր աշխատավարձային կատեգորիաների ապահովագրավճարի բաշխվածությունը։